Բարույս, սիրելի բարեկամներ, շիլա եմ ուզում եփեմ նախաճաշի համար, արթնացել մարզվել եմ, ասեցի նախաճաշեմ, հետո նոր գնամ դուշ ընդունեմ ու օրվա գործերին անցնենք։ Կաթ եմ լցրել, ասեցի կեսից որոշեցի միանամ։ Սոյայի կաթը ես էլ եմ օգտագործում։ Մոտավորապես 250 մլ կլինի կաթը։ Մի 6 գտալ, 6-7 գտալ, որտեղ փոքր գտալներով եմ լցնում, բարձրակի փաթիթներ կլցնեմ, քանի գտալ լցրեցի, ես էլ չգիտեմ, մի գտալ էլ լցնեմ լավ։ Այսօր հավեսս գալիս ասենց նախաճաշ անեմ, մի ընթացք երևի մի 2 տարի մենակ առավոտներ նախաճաշին վարսակի շիլայի եփում ուտում, բայց այս վերջի համարյա այս կես տարի ավել էլ չէ, հավեսս չի գալիս, կամ հոգնել էի, ոչ թե հավեսս չէր գալիս, որովհետև իրական ես շատ եմ սիրում վարսակի շիլա, հիմա էլի սկսել եմ, մեկ երկում եմ, ամեն օր չէ, գործի օրերին ընդհանրապես ես հարմար չի, շիլան չեմ ուտի ու գնամ գործի, որ հետո մինչև ժամը 4-ը նոր ընդմիջում անեմ, մի բան ուտեմ, դրա համար նորմալ սնվում գնում եմ, ասենք գնալուց, ինչ-որ ճաշի ժամին պետք է ուտենք, ետ եմ ուտում, իսկ ես վարսակը երբ որ տան եմ լինում, այսպես հավեսս գալիս է, սրա հետ կլսեմ, կտեսնեք ինչ եմ լցնում հետը, սև հատիկները չգիտեմ ինչա մեջը, մի քանի րոպե, այսպես 8 րոպե գոնե պետք է եփվի, ուշ եփող հատիկներն են, այսինքն չմշակված, չգիտեմ մեջը ինչա այսպես սև, իմ համար եմ եփում, այնպես որ ես չեմ զզվում հանելուց, եթե մարդ կա զզվում է, կոշտ հատիկներ են, մարզվեցի լավ հավեսով մարզվել եմ, ճիշտ ասած ուզում էի նկարեի ձեր համար, որ ձեզ էլ մոտիվացնեմ մարզվելը, մեր սենյակում էի մարզում, իսկ Աշոտը դեռ քնած էր, դրա համար հարագույրները չբացեցի, որ իրան չխանգարեմ ու այդպես էլ մութ տեղը չէի կարա նկարեի, մի քիչ մութ է էլի, մի քիչ ոնց որ սառն է եղանակը երևում կամ ես որ վերևից իջնում եմ ներքև ջերմաստիճան տարբերությունը ակնհայտ է, վերևում տաք է, ներքև որ իջնում եմ, օրինակ կիսաթևով չեմ կարող, պետք է բան հագնեմ, հաստ բան հագնեմ, այս մի քիչ իջացնեմ, ասեմ որ այս ցույց տվեցի, սուրճը եփելու համար որ պատվիրել էի թեմում, լավ աշխատում է, այս փոքրիկ սրճեփի համար էր, այսպես դնում ենք վրան եւ ես դեռ չեմ խմել սրանով, բայց աշխատում է։ Մի փոքր էստեղ աղ կլցնեմ։ Մի քիչ էլ կիչացնեմ կրակը, որ կրակը մինչև որ այս կեփվի, ես կպատրաստեմ, հիմա բերեմ լսեմ, դուք տեսեք ինչ եմ լցնելու իմ շիլայի մեջ, հիմա քանի տակ այս սառած հատապտուղներից կլցնեմ, ելակ չեմ ուզում լցնեմ վրան, որ վրան թարի ելակ պետք է դնեմ, սև ու կարմիր սմարոձինայա ու մուշ, մոր ես կա մեջը, պես խառնեմ, որ հասցնի հալվի, այս սառած հատապտուղները շատ լավ են, վիտամիններ բաներ չի էլ կորում, հենց այսպես կարելի է միշտ ունենալ օգտագործել, մենք միշտ ունենում ենք, միշտ առնում ենք այս սառածը, դե բնականաբար թարմ հատապտուղներ էլ սեզոնին, երբ որ հարմար է լինում առնում ենք, բայց այս սառածը միշտ ունենում ենք, այս երկը դնեմ իրա տեղը, կարելի է այստեղ կամ մի փոքր, մի 20 գրամ կարակ դնել, կամ էլ կերած պանիկ, ես պանիկ կլցնեմ, էլի մի 20 գրամ, այսպես համով ալինում, այսպես, մի անգամից ես էլ այսպես կխառնեմ, որ հալվի, մի քիչ սերմեր կավելացնեմ,
ուրեմն մի քիչ քունջուտի սերմ կլցնեմ, քունջուտի սերմի կալորիաները շատ են, այս ոսկորների համար շատ լավ է քունջուտը, մի քիչ չիայի սերմեր կլցնեմ, չիան իրականում ավելի լավ է, որ նախապես բան արվի, ասենք թրջվի կամ բա, որ ուռի, ես քանի որ շատ ջուր եմ խմում, հիմա այսպես կուտեմ, մի թեյ գդալի չափով լցրեցի չիան, այս էլ խառնեմ, մի փոքրել ուզում եմ կտավատ լցնեմ, կտավատի սերմերը պետք է աղացած լինեն, իմ մոտ աղացած չի, բայց կոտրած սերմեր են, ամբողջական չեն, չենք շատ գայթակղում սերմերը, որովհետև կալորիա է, ամեն ինչը կալորիա, մեկ ասում եք, չէ, հա դե ինչ կերա, որ մի հատ էսեր էլի, մի քիչ էսեր, մի քիչ էներ, այստեղ ամեն ինչը կալորիա է։ Ահա, այս էլ բան չեմ ավելացնելու, հիմա սրանք ուղղակի գեղեցկության համար, ինքան էլ մեծ ելակներ են, լավ մի հատ այսպես վրան դնեմ ձևի համար, բայց այն երկու հատն էլ կուտեմ հետո, այս նախաճաշը, հուսամ մոտիվացրի դուք էլ կսարքեք այսպիսի նախաճաշ կուտեք, բարի ախորժակ ովքեր նախաճաշում են կամ ճաշում են կամ ընտրում են այս պահին, Քրչիկ եմ եփելու, վերջին թթուն ասեցի օգտագործեմ, վերջանա, ամանը դատարկվի ու էլ վերջ թթու դնել չկա, մինչև աշուն կգա ցրտերը կընկնեն։ Հիմա մի մեծ ափսե կա թթվի, ծաղկակաղամ խառ էսպես, ձետ կլցնեմ, սոխառածանեմ, թթվի սեզոնը առայժմ կփակենք, շատ համով թթու էր ստացվել, կերանք արդեն այս վերջիններն ա ոնց որ էլ չենք ուտում, մնացել ա գազար, բազուկ, էսա գազար, բազուկ, ծաղկակաղամբ, մի քիչ կաղամբ, հիմա այս քրչիկ կսարքեմ, այս ձևով կռեալիզացնեմ։ Կես հատ սոխ եմ կտրատել, քրչիկը եթե թարմ եփած ա լինում, ես կարտոշկան սիրում եմ մեջի։ Երկու հատ մի քիչ խոշորոտ կարտոշկա եմ կլվել պատրաստել։ Սոխը շատ մանր չեմ էլ կտրատել։ Շատ չի զգացվում սրա մեջ։ Ջուրը եռացրել եմ արդեն, որ վրան եռացրած ջուր լցնեմ, շուտ լինի էլի։ Հենց էլ ցուրտա եղանակը, որ իսկական քրչիկ ուտելու եղանակա։ Մի քիչ էլ կծու կսարքեմ։ Այդպես թթուս կռեալիզացնեմ։ Շատ քաղցր տոմատի մազուկ ունեմ, սրանից կլցնեմ մի գտալ։ Թթուն աղագին թթույա, աղագին։ Դրա համար տոմատը շատ չեմ անում, չնայած որ քաղցր է տոմատը, տոմատի մազուկը, բայց մեկը շատ չեմ լցնում։ Խառնենք, որ լավ լցվի տոմատը։ Քաղցր կուտեղել կավելացնեմ։ Չիլի պղպեղել պետք է լցնեմ, որ մի քիչ կծվոտ ա լինում, համով ա ուտվում։ Հիմա
թթուն ինչ որ մնացել է, իսկ ավելացնեմ։ Ինձ սիրում գույնա բազուկով թթուն, հոտ ինչքան անուշը, անուշ թթվի հոտ է։ Հիմա մի անգամից կարտոֆիլն էլ կկտրատեմ, մինչև ծավալը աղամ, թողնեմ մի քանի րոպե իրար հետ մի հատ շփվեն, ծանոթանան։ Ժամանակ չի լինում, ես թվում է բոլորս էլ էսպես ենք չէ կտրատում։ Ես սիրում եմ տախտակի վրա կտրատել, բայց դե հիմա իրոք ժամանակ չկա։ Ես տեսնեմ։ Երկու հատ եմ լցնելու կարտոշկան, չնայած մեծ է, բայց ես սիրում եմ սրա այս քրչիկի մեջի կարտոֆիլը, երբ որ թարում է։ Երբ որ արդեն պետք է նորից տաքացնեմ, էլ չեմ սիրում։ Խառնել, ծավալը աղացի, լվացել, այս էլ ավելացնեմ, հիմա եռացած ջուրը կլցնեմ ու թողնեմ լավ երկվի, ոնց որ ասում ենք շիրատա, ջուրը քիչ կլինի, ընթացքում կնայեմ, եթե պետք լինի, էլի կերացնեմ, ավելացնեմ։ Հիմա թողնում ենք լավ երկվի։ Գիժ մարդը իր գժությունը անում է։ Անեն ցուրտ է ժողովուրդ ջան։ Իդեպ նոր դրված վարդը կպելա, բայց հիմա դուրս չեմ գա, հետո ձեզ ցույց կտամ։ Ցուրտ է լավ։ Մի քիչ ջուրի սակ ավելացնեմ, որ լավ երկվի։ Եռացրած ջուրը ավելացնում։ Արդեն երկվել է, հիմա աղը նայեմ գցեմ, ինձ թվաց մի քիչ թթու է։ Երկու հատ այսենց խոշորոտ գազար եմ գցել մեջը, որ թթվությունը քաշի։ Հիմա համը կնայեմ, աղ կլցնեմ, թարմ կանաչի կլցնեմ, հենց հիմա նայեմ թթվությունը։ Մի թեթև թթվություն ունի, հաճելի կծկություն ունի, հիմա աղ էլ երևի չլցնեմ, թթվի աղությունը արդեն հերիք է, հիմա թարմ կանաչի էլ լցնեմ ու վերջ։ Մաղադանոց լցրի ու չորացրած համ եմ մի փոքր, արդեն անջատել եմ, մի հատ խառնեմ, շատ հաճելի թթվությամբ ու շատ հաճելի կծվությամբ քրչիկ ստացվեց, թարմ կանաչին մի քիչ եղավ, բայց հետը չորացրած կանաչի էլ եմ լցրել, հիմա կարելի է անուշանել, ես մեծ գազարները գցել էի, որ թթվությունը քաշի, հիմա սրանք կհանեմ, կարելի այսպես էլ ուտել, չնայած, այս թարմ ժամանակ ես շատ եմ սիրում կարտոֆիլը մեջի, կարելի է նաև սխտոր ավելացնել, սխտորով ուտել, վերջ բարի ախորժակ սիրելի բարեկամներ, հուսով եմ մոտիվացրի ձեզ։ Ջրի համար ամսական մենք վճարում ենք որոշակի գումար ու տարին որ լռանում է, ուղարկում են տարեկան վերջնահաշվարկ, վերջնահաշվարկ չէ, տարեկան հաշվարկ ու ըստ դրա երև մարտեր մենք պետքա նորից գումար վճարենք, թե իրանք պետքա մեզ ետ տան գումար։ Այսինքն ամսական կանխավճար ենք
վճարում, էլի որոշակի գումար։ Օրինակի համար, եթե վճարում էինք, ասենք նախկինում ամեն ամիս 70 եվրո, հիմա մի քիչ ավելացել է գումարը, համ ջրի բարձրացել, համ էլ երևի մենք ենք շատ օգտագործում, ուրեմն տարին լրանում է, իրանք ցուցիչի թիվը ուզում են, նայում են ու եթե տարբերություն է տալիս այդպես, կամ իրանք են մեզ հետ վերադարձում, կամ մենք նորից էլի պետքա վճարենք։ Հիմա նորից նամակ ենք ստացել, որ պետքա, այս ամեն ինչը իհարկե օնլայն է արվում, իրանք թղթով ուղարկել են, հին թիվը գրել են, անցյալ տարվա թիվը, թե ինչքան է եղել, հիմա մենք այս տարվա թիվը պետքա լրացնենք, կարամ ես հենց այսպես թղթի վրա լրացնեմ այդ 4, ամեն ինչ պատրաստ է, այդ 4 թիվը գրեմ ուղարկեմ, բայց ես այդպես չեմ անի, քանի որ հիմա մենք 21-րդ տարում ենք ապրում ու ամեն ինչը օնլայն է, հիմա ես կփորձեմ հին հեռախոսս դեռ օգտագործում եմ, ես կփորձեմ սրանով անեմ, իսկ հիմա պետքա որ ստացվի, դրա համար այստեղ վրան կա QR կոդ, նայեք, այդ QR կոդը ես հիմա պետքա սկան անեմ, հիմա որ արդեն նոր հեռախոսն եմ օգտագործում, այս հինը ոնց որ մոռացել եմ մի քիչ, ուրեմն QR կոդը սկան ենք անում, միացնում ենք, այսինքն տանում է այդ ապը, հարցնում է ինձ, որ համայնքի մասին եք ուզում տեղեկություն, ես նշում եմ մեր քաղաքը, նշում եմ մեր քաղաքը, այստեղ տվեց արդեն մեր տվյալները, ամեն ինչ, հիմա ասում ենք առաջ, երկրորդ կետով ճշտեց, այստեղ իդեպ իմ անունով է, անուն ազգանուն հասցեբան ու հաշվիչի համարը ու վերջին թիվը, ինչ որ այստեղ թղթի վրա գրված է, այստեղ արդեն ես տեսնում եմ, այս էլ ենք անցնում, հաջորդ քայլը, իմեյլ հասցեն պետքա գրեմ, իմեյլ հասցենել եմ լրացնում, իսկ այստեղ պետքա նաև նշեմ այսօրվա թիվը Աշոտը արդեն դուրս է նայել գրել է, ես էլ նշեմ 3268, հաջորդը գնում ենք առաջ, տեսնենք էլ ինչ է ինձանից հիմա պահանջում, վերջ տվյալները մի հատ եմ ստուգում, թիվը նորից եմ ստուգում, 3268 ու ուղարկում եմ, ուղարկեցի, այստեղ ինչ ասեց, մենք ստացել ենք ասում է ձեր թիվը, վերջ, այսքան բան, տեսեք ինչքան արագ եղավ հեռախոսով այս ամեն ինչը, փոխանակ գնայ, տանեի փոստ, ամեն ինչ ես ծրարով ուղարկես, որ թիվն է, 26 թիվն է, այսպես ամեն ինչ նորմալ եղավ, հիմա արդեն հետո իրանք մեզ տեղյակ կպահեն, թե ինչքան է բանը տարբերությունը ոնց է էլի, ի օգուտ մեզ է, թե ի օգուտ իրանց է, օրվա վերջն է, դեմքից շպարը պետք է հեռացնեմ, երբ որ գործի օրերին եմ շպարվում, այս վերջերս այդքան էլ հաճախակի չեմ անում, այս ցուրտ ժամանակ հավես չեմ անում, այդ ժամանակ տեսեք չի կապվում հələ կարճ են, սա ուղղակի պետք է հավաքեմ, որ դեմքս լվանա, ամառը սիրում եմ, որ իրիկունները դեմքս լվանում եմ, սկրաբով, բանով, բայց այս ձմեռներ, որ ցուրտ է լինում, չէ, մի քիչ թամբալություն եմ անում, զուտ ցրտի պատճառով, մի քիչ հետ տանեմ, որ ահագին նևեդիմկա եմ առել, օգտագործում եմ, պետք է լինում, ես վերջերս տեսակ փոքր զարժիմներ եմ արել, պետք է լինում, ամեն ինչն էլ տանը պետք է լինում, կարող է 1000-ից մի անգամ պետք է, բայց մեկը այլի պետք է լինում, ուրեմն ես դեմքը լվանալու գելով, փրփուր, այսինքն դեմքը լվանալու փափուկ, սիրուն փրփուր է, սրանից ու մի անգամից, այսքան է հերիք է,
աչքերն էլ կարելի է քսել, բան չի անում։ Ես դեմքը լվանալուց հետո մի հատ էլ վիտամին C լասյոնով եմ սրբում, ասում որ լվանում ես դեմքը ջրով, պետք է հետո մի հատ էլ լասյոնով անես, որ այդ pH ջրային բալանսը չխախտվի։ Հիմա ես մի անգամից սկրաբել եմ քսելու սրա վրայից։ Եղունգներից, որ մի քիչ երկարացրել եմ, ինձ մի քիչ դժվար է լինում, ոնց են անդադ երկար եղունգով արդեն աղջիկները կանայք կարողանում, երևի սովորում են, էլի այդպես թռցրի վրաս։ Դա ոչինչ։ Շատ մանր նուրբ սկրաբ է։ Հիմա լվացվեմ։ Այս ծակոտիները, որ լավ մաքրվեն։ Լվանամ հիմա մի քիչ գոլ ջրով, շատ սառով է չեմ անելու։ Լավ լվացրի դեմքս։ Հիմա այս դուշի հետքերն էլ լասյոնով կմաքրեմ։ Սրանք հատուկ դեմքի համար եմ առել, չնայած շատ չեմ օգտագործում, բայց հատուկ դեմքի համար լավ է։ Ահա, Քսենյան, տեսնում եք ոնց է վազում։ Ահա, մի հատ էլ ես բամբակով, այս լասյոնով դեմքս հիմա կսրբեմ, արդեն վերջանում է, այս վիտամին C-ով լասյոնն է, աչքերիս տակ, աչքերս։ Քսենյան է, էլի վազում է, հա։ Առավոտ գործի եմ։ Դեմքս մաքուր է, հիմա արդեն պետք է գիշերային կրեմ քսեմ, վիտամին C ու գիշերային կրեմ։ Պետք է քսեմ վիտամին C շիճուկը։ Այս գիշերային է հատուկ։ Վրայից էլ կքսեմ գիշերային կրեմը։ Այս վերջին առած կրեմից այդքան էլ գոհ չեմ, էլ սրանի չեմ առնելու։ Այսպես վզինել ենք քսում, կրկնակզակը մի քիչ, մի քիչ այսպես մշակենք, այսպես արագ դեմքս խնամեցի, առավոտներ էլ եմ պարտադիր անում, պարտադիր, ամեն առավոտներ դեմի կրեմ էլ ավել եմ քսում, առավոտներ էլ քսում եմ վիտամին C ցերեկվա օգտագործման, ցերեկային սնուցող կրեմ ու արևային կրեմ եմ քսում, վերջ, ռետինոլներ օգտագործում եմ վիտամին A-ն այդ էլ օգտագործում եմ շաբաթական 2 անգամ, ու էլի դե ես առավոտները արևային կրեմ եմ քսում, այդ ռետինոլը որ օգտագործում ենք պարտադիր արևային կրեմ հաջորդ օրը քսելը, շաբաթի 2 անգամ է կարելի այդ։ Վերջ։ Քնելուց առաջ պարտադիր ձեռքերիս կրեմ եմ քսում, պարտադիր։ Ես օրվա ընթացքում եմ միշտ քսում,
ու քնելուց առաջ էլ պարտադիր էլի քսում եմ։ Տանից դուրս գալուց գործի ժամանակ, մենակ խոհանոցում չեմ քսում։ Վերջ։ Մի թեթև խնամ քո կատարություն մեր մասին, ինչ որ կարևոր է շատ։ Այս ձևով ենք նաև մենք մեզ սիրում։ Այդ որ ասում են մենք մեզ պետքա սիրենք, այդ ոնց պետքա սիրենք, մեր մասին հոգ տանելով պետքա սիրենք։ Մեր համար ինչ որ լավ բան անելով պետքա սիրենք։ Վերջ։